Բարև ձեզ։ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր օգոստոսի 20-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետը անցկացրեց ճեպազրույց մեր լրագրողների համար շատ ուշագրավ հարցերին, շատ ուշագրավ բաներ պատասխանեց առանձին իր ճեպազրույցից առանձին դրույթներին ես այսօր անպայման կանդրադառնամ, բացի դրանից մեր կառավարությունը այսօր հաստատեց իր ծրագիրը 5 տարվա ծրագիրը ի վերջո Նիկոլ Փաշինյանը պետք է այդ ծրագիրը ներկայացրի մինչև օգոստոսի 22-ը ու 3 ամսվա ընթացքում այդ 5 տարվա ծրագիրը նաև ներկայացնի ազգային ժողով առանձին դրույթներ կապված այս ծրագրերի հետ մենք տեսանք, կարդացինք մեր զելմներում անպայման առանձին դրույթներին ես կանդրադառնամ, բայց կարևորագույն այսօրվա իրադարձությունը կապված էր այն ընտրությունների հետ, որոնք ազգային ժողովում անցան կապված ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հետ։ Մշտական հանձնաժողովի նախագահների հետ կապված ընտրություն կատարվեց, ուղղակի մի քանի րոպե առաջ հայտարարվեցին ընտրությունների արդյունքները, շատ ուշագրավ էին, միգուցե մասամբ անսպասելի էին, միգուցե դրանց մասին կխոսենք։ Շատ կարևոր իրադարձություններ են, ազգային ժողովում դուք գիտեք, երեկել տուրու դմփոց էր, բավական լարված վիճակ էր, ուզած չուզած պետք է հետևես այդ զարգացումներին, քանի որ այդ զարգացումները ի վերջո կանդրադառնան մեր նաև այդ թվում արտաքին քաղաքականությանը ու այսօր իրոք շատ բաներ ունենք քննարկելու։ Սկսեմ հենց այս ամենաակտուալ ներքին քաղաքականության հարցից, ոնց քվեարկեցին ազգային ժողովում падգամավորները կապված մշտական հանձնաժողովների նախագահների հետ։ Ընտրվում էին մշտական հանձնաժողովի նախագահները։ Դուք գիտեք, մեզ մոտ այսօր 12 մշտական հանձնաժողով, 8 տեխնացուները առաջադրեց 8 մշտական հանձնաժողովների համար իշխող ուժը քաղ պայմանագիրը բոլոր 8-ը անցան մոտավորապես 61-62 ձայն հավաքելով 53 հերիք է, գիտեք, դա կեսից ավելին է մեր ընդհանուր 105 падգամավորների թվից մոտավորապես 62-61 ձայներ հավաքելով այդ 8 տեխնացուները ընտրվեցին, իրանք անցան, ուրեմն 8 հանձնաժողովի նախագահներ կունենա այս նոր ազգային ժողովում քաղ պայմանագիրը, ինչու 61-62, քանի որ գիտեք քաղ պայմանագիրը ունի 64 մանդատ, կարող է 1-2 падգամավոր հիմա նիստում չէին քաղ պայմանագրից, բայց 61-2 ձայներ բավարար են, որ իրանք անցան։ Դուք գիտեք, համապատասխան այս կանոնակարգի ազգային ժողովի օրենք կանոնակարգի 4 տեղ տրված էր ընդդիմադիրներին, 3 նախագահների տեղերը տրված էին Ուժեղ Հայաստանին, 1 նախագահի տեղը տրված էր Հայաստան դաշինքին, Հայաստան դաշինքին ընկավ 1 տեղ այն նախագահան մարդու իրավունքների ոլորտի հետ կապված հանձնաժողովի, ուստեղ անցավ Լիլիթ Գալստյանը Հայաստան դաշինքից քվեարկեցին քաղ պայմանագրի падգամավորները իօգուտ Լիլիթ Գալստյանի, ինձ դա հասկանալի է, Հայաստան դաշինքը միջև ընտրությունները շատ կարևոր հայտարարություն արեց, որ իրանք տեխնացուն չեն փոխելու, եթե չեն քվեարկի, ուրեմն իրանք այլևս այս պաշտոնին, մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի պաշտոնին, նախագահի պաշտոնին չեն ներկայացնելու իրանց տեխնացուները, մինչդեռ այդ իրանց տեղն է այդ քվոթային բաժանման ազգային ժողովում։ Իմ կարծիքով իրանք ճիշտ արեցին, այդ զգուշացումը արեցին, քաղ պայմանագիրը հասկացավ, որ այդ դեպքում
թափուր կմնա նախագահի տեղը, նաև այդ որ միջազգային հանրությունը պարզեք ուշադրություն կդարձնի, որ այն երրորդ խմբակցությունը իր քանակով ազգային ժողովում մեկ տեղ ունենալով չի օգտագործում, պարզ է որոշեցին իօգուտ քվեարկել։ Ուժեղ Հայաստանը ոչ մի հայտարարություններ միջև ընտրություններ չի կատարի, իմ կարծիքով պատճառներից մեկը դա է, որ իրանց 3 տեխնացուները չանցան։ Քաղաքապայմանագիրը չտվեց իրանց ձայներ, որ իրանք հավաքեն բավարար 53 եւ ավել ձայներ ու անցնեն որպես ազգային ժողովի այդ 3 մշտական հանձնաժողովների նախագահներ, որ 3 մշտական հանձնաժողովները հիշում եք, ես ասել եմ, ընկած էին ուժեղ Հայաստանին տրված էին։ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովը, որը շատերին զարմացրեց, բայց իրենց տվեց ռեալ քաղաքապայմանագիրը, չընտրեց այդ հանձնաժողովը, ֆինանսավարկային հանձնաժողովը եւ տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների հանձնաժողովները։ Բավական 3-ն էլ կարևոր հանձնաժողովներ էին, բայց այն տեխնացուները, որոնց ներկայացրեց ուժեղ Հայաստանը, ոչ ոք չանցան։ Քաղաքապայմանագիրը իր ձայները չտվեց, իրենք հավաքեցին 40-41 ձայն, ամեն մեկը դա հենց ընդդիմադիրների ձայներն են։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների ձայները։ Միասին այդ երկու ռուսամետ անդիմադիր ուժերը ունեն 41 ձայն։ Հենց այդքան էլ այդ մարտիկ հավաքեցին ու չանցան, կեսից ավել չան։ Այստեղ ինչն է ինձ համար կարևորը նա է, որ այդ քվոտային խաղի կանոնները քաղաքապայմանագիրը չհարգեց ուժեղ Հայաստանի դեպքում։ Պատճառները շատ են, ես կարող եմ մեկ պատճառը ասել, իրոք ուժեղ Հայաստանը իրոք հիմա ունի նախագահի, ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոն Արամ Վարդևանյանը բավական ուժեղ դիրք զբաղեցնող, կարևոր դիրք զբաղեցնող պաշտոն է, ես հասարակ բան կարող եմ ասել, այս Արամ Վարդևանյանի ընտրվելուց հետո իր հետ հանդիպեցին օրինակ Մեծ Բրիտանիայի դեսպանը, էլի պաշտոնյաներ կհանդիպեն ու շատ պաշտոնյաներ դրսից եկած անպայման իր հետ կհանդիպեն, իմանալու համար ընդդիմադիրների կարծիքը, պարզ է դա ինչ որ չափով վախացրեց քաղաքապայմանագրին, դա է պատճառը, որ իրանք որոշեցին չքվեարկել ուժեղ Հայաստանի մյուս հնարավոր պաշտոնյաների, այդ 3 նախագահների տեխնացությունները։ Ուժեղ Հայաստանը ոչ մի հայտարարություն միջ այդ չի արել, որ չի փոխել իր տեխնացությունները, դա է պատճառը, որ քաղաքապայմանագիրը համարձակվեց այդ քայլը անել, մինչդեռ դուք գիտեք, օրենքի համաձայն այդ քվոտաները այս ուժերին են ու կարծես թե այդ խաղի կանոնները քաղաքապայմանագիրը պետք է հարգի, ինչու պետք է հարգի, որ լեգիտիմությունը ազգային ժողովի պահպանվի։ Բայց այս նիստում հիմա ուժեղ Հայաստանը համաձայնվեց այլ տեխնացուներ այս 3 պաշտոններին դնել ու հիմա քննարկվում են նոր տեխնացուները ուժեղ Հայաստանից այդ 3 թափուր տեղերի վրա։ Իմ կարծիքը նա է, որ քաղաքապայմանագիրը հասկանում է, որ ուժեղ Հայաստանը իրոք պաշտոնները ստանալուց հետո բավական ուժեղ ազդեցություն կունենա ազգային ժողովում, դա է պատճառը, որ քաղաքապայմանագիրն էլ գտնվում է այդ որոնման մեջ, ինչ ամենաօպտիմալ որոշում պետք է ընդունել։ Իրանք էլ հիմա մտածում են ինչ անեն, իրանք ասում են այս 3 տեխնացուները այդ 3 հանձնաժողովներին առաջադրված չեն համապատասխանում պահանջներին, դա է պատճառը բերեք նոր մարդկանց, մենք իրանց կքննարկենք։ Իմ կարծիքը նա է, որ չի բացառվում, որ նոր տեխնացուների համար էլ ձայները չեն տրվելու, նորից կրկնում եմ, քանի որ ուժեղ Հայաստանը զբաղեցնելով մի քանի այս ձևի պաշտոնները բավական ծանր վիճակի մեջ կգցի գործող իշխանություններին։ Ես պետք է ասեմ, որ այն ընտրությունները 2018 թվի, 2021 թվականների այն ընտրությունները անցան այդպես, որ Նիկոլ Փաշինյանի
քաղաքական ուժը քաղաքապայմանագիրը հավաքեց սահմանադրական մեծամասնության չափով ձայներ։ Սահմանադրական մեծամասնությունը ապահովում էր քաղաքապայմանագրի համար, որ տեղեր, որոնք տրվում են քվոտայով ընդդիմադիրներին, բավական սահմանափակ են։ Հիշում եք, անցած ազգային ժողովում մեկտեղ նախագահի ուներ Հայաստան դաշինքը, որը այն ժամանակ երկրորդ տեղում էր, ու եթե չեմ սխալվում, մեկտեղ ուներ երրորդ տող գրավածը, հիշում եք, պատիվ ունեմը։ Ոչ ավել։ Հիմա նվազագույնը 5-6 բարձր պաշտոններ ազգային ժողովի անցնելու են ընդդիմադիրներին, պարզ է, դա է պատճառը, որ քաղաքապայմանագիրը մտածում է քվեարկել ի օգուտ ուժեղ Հայաստանի տեխնացուներին, թե ոչ։ Քաղաքապայմանագիրը նոր իրավիճակներում պետք է գտնի նոր ձևեր աշխատելու ազգային ժողովում։ Այն իրավիճակը, երբ որ ամբողջությամբ իշխում էր գործող իշխանությունները, քաղաքապայմանագիրը ազգային ժողովում ունենալով սահմանադրական մեծամասնություն ավարտվեցին։ Հիմա մեծամասնություն ունի քաղաքապայմանագիրը, բայց դա սահմանադրական մեծամասնություն այնուամենայնիվ չունի, ու դա բերեց նրան, որ շատ ու շատ պաշտոններ հիմա պետք է բաշխվեն ընդդիմադիրների վրա, ու հիմա քաղաքապայմանագիրը մտածում է այս 3 տեղերը ուժեղ Հայաստանին տալ թե չտալ, քվոտայում պարտավոր են տալ, բայց կարող են պարզը բոյկոտել այս ընտրությունները ու այդպես անել, որ այդ 3 հանձնաժողովներում նախագահներ չլինեն։ Նաև ուզում եմ ձեզ ասել, որ չմոռանաք, որ այն տեղերում, որտեղ որ քաղաքապայմանագիրը նախագահներ ընտրեց այսօր 8 հանձնաժողովների նախագահներ քաղաքապայմանագրից, տեղակալները բոլոր տեղերում կլինեն ընդդիմադիրներից։ Ուրեմն այդպես բարդ մեկ օրենք ունենք, բարդ համակարգ ազգային ժողովի, որտեղ որ ընդդիմությունը հավաքելով 40% ձայներ այս վերջին ընտրություններում ու չթողնելով, որ Նիկոլ Փաշինյանը ունենա սահմանադրական մեծամասնություն, բավական մեծ ազդեցություն կարող է ունենալ այս ազգային ժողովում։ Նայենք ոնց է զարգանալու իրավիճակը, բայց այդ փաստերը մանրամասն ձեզ ներկայացնում եմ, որ դուք հասկանաք, որ այս ազգային ժողովը բարդ ազգային ժողով կլինի։ Ես ավելին ձեզ ասեմ, այս ազգային ժողովի լարված իրավիճակը չի կարող մեզ չմտահոգել։ Դուք գիտեք, որ երեք օրինակ միջադեպ էր, երբ որ ելույթ էր ունենում եվրոինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահի տեխնացու ու այդ տեխնացուի ելույթի ժամանակ քաղաքապայմանագրի պատգամավորները հարցեր էին տալիս կամ առանձին դեպքերում նույնիսկ խանգարում էին ելույթ ունենալ, ինչ որ դիտողություններ էին արվում, ու եթե դուք հիշում եք, ուժեղ Հայաստանի պատգամավորները, նաև այդում Դավիթ Ղազինյանը, Տիգրան Աբրամյանը, այդ պատգամավորները աղմուկ բարձրացրեցին, որը բերեց նրան, որ վարողը այդ պայի ազգային ժողովի նիստի պարոն Ալեքսանյանը իրենց ձայնի իրավունքից զրկեց սկզբից, հետո զգուշացում արեց, հետո դահլիճից դուրս հրավիրեց ու ձայնի իրավունքից կամ մասնակցության իրավունքից մինչև օրվա վերջ զրկեց, ու դա բերեց լարվածությանը ազգային ժողովում, հետո ուժեղ Հայաստան խմբակցությունը ամբողջությամբ լքեց դահլիճը։ Այս ձևի տեսարաններ մենք շատ ենք տեսնելու, ցավով դա պետք է ասեմ, էսա վիճակը մեջ ազգային ժողովի, երբ որ բևեռացումը ուժերի, երկու գլխավոր ուժերի, իշխող եւ ընդդիմադիրների երկու ուժերի միջև բևեռացումը այդքան մեծ է, որ ընդհանուրը չեն կարող գտնել, բացի դրանից շատերը երիտասարդ են, տաքարում են, տաք արյուն են, ու մենք տեսնում ենք այդ ինչ ունենք, ու երեք այս ձևի օրերից մեկն էր, երբ որ բարիս բուն իմաստով տուրու դմփոց ու շատ լարված վիճակ եւ դահլիճում եւ դահլիճից դուրս, ուրեմն զարգացումները բարդ կլինեն, մենք պետք է հասկանանք, ու
Քաղ պայմանագիր այդ նոր իրավիճակներում, երբ որ չունի սահմանադրական մեծամասնություն, պետք է ադապտացվի, պետք է հասկանա ոնց տանի։ Հակառակ դեպքում ես չեմ բացառում, որ այս պարլամենտի լեգիտիմությունը հասկացի տակ կդրվի, քանի որ եթե չընտրվեն ուժեղ Հայաստանի 3 տեխնացուներ, ովքեր պետք է հանձնաժողովի նախագահներ լինեն, սա նշանակում է, որ խախտվում են խաղի կանոնները այս օրենքը լավա չէ, այդ ուրիշ բան է, բայց փաստը մնում է փաստ, որ բավական բարդոտ իրավիճակ է, բայց վատ չի, որ ուժեղ Հայաստանը համաձայնվեց այդ 3 մերժված տեխնացուներից հրաժարվել ու նոր տեխնացուներ բերել, նայենք նոր տեխնացուների համար կքվեարկի քաղ պայմանագիրը, թե ոչ, ես չեմ բացառում, որ չի քվեարկի, քանի որ եթե իրանք ընտրվեն, դուք պատկերացնում եք նույն գլխավոր մարմնում, դա կոչվում է ազգային ժողովի խորհուրդը, այդ խորհրդում կլինեն 5-6 ընդդիմադիր պատգամավորներից, որոնք այդ հանձնաժողովի նախագահներ են, պարզա դա բավական բարդ իրավիճակ կստեղծի ազգային ժողովում։ Ես պետք է ասեմ, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությունը ես շատ ողջունեցի, կապված ընտանեկան բռնությունների հետ, ինքը հանդես եկավ նախաձեռնությամբ հանդիպել այս ուժեղ Հայաստան խմբակցությունների ղեկավարների հետ, Նարեկ Կարապետյանի և Աննա Գրիգորյանի, ինչու այդ հարցերը քննարկել, քանի որ մեզ մոտ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն չի դիտվում ու դա շատ թույլ կողմ է մեր օրենսդրության, քանի որ իրոք այդ երևույթը կա, չեմ ասում շատ տարածված է, բայց կա ու դրա դեմ պետք է պայքարել ու ստեղ ոչ միայն, ասենք, սոցիալական ծանր վիճակում ընտանիքների հետ կապված է, այնտեղ այլ շատ լուրջ հարցեր են, բայց իրանք չարձագանքեցին այս առաջարկին Աննա Հակոբյանի, մերժեցին այդ հանդիպումը։ Ես պետք է ասեմ, որ նաև, որ այս մեր քննարկումը այսօրվա իրավիճակի հետ կապված, լարված վիճակ ազգային ժողովում, դա պարզ է նաև փորձ է արվում ընդդիմության կողմից դուրս բերել աշխարհին ներկայացնել իրավիճակը, ներկայացնել որպես իրավիճակ, որտեղ որ կան քաղբանդարկյալներ, որտեղ որ իշխանությունը մեծ ճնշում է գործադրում ընդդիմադիրների վրա, ես նոր ասեցի, որ պարոն Վարդևանյանը, որը ազգային ժողովի փոխնախագահ է ու անցավ այդ ընդդիմադիր կվոտայով ունեցել է հանդիպումներ, նաև այդ թվում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ, պարզ է, եթե ինքը հրապարակային քննադատում է կոշտ իշխանություններին, այդ ամենը ասվում է, նաև ընդդիմադիրները, նաև այդ թվում ընդդիմադիր պատգամավորները Եվրո միության դեսպանտան դիմաց բողոքի ակցիաներ են արել կապված քաղ բանդարկյալների հետ, իրանք շատ ու շատ մարդկանց համարում են քաղ բանդարկյալ, դա մի քիչ ազատ մեկնաբանում է այդ շատ լուրջ հասկացության, ես համաձայն չեմ, հաճախ իրանց ու ձևակերպումների հետ կտրուկ համաձայն չեմ հաճախ, բայց մեկ դեպքում Արեգնաս Մանուկյանի դեպքում, երբ որ այդ կնոջը թույլ չեն տալիս անչափահաս իր դուստրի հետ հանդիպել, դա իրոք սխալ մոտեցում է արված իշխանավորների կողմից կամ պատկան մարմինների կողմից, դատախազությունը քննչական մարմիններ են, ինձ նույնիսկ դա հետաքրքիր չի, այդ կամ դա զրացող սխալ է, որ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ այդ հարցերին ու ասեց ծայրահեղության մեջ ընկնելը սխալ է, լավ պատասխան էր այդ հարցի հետ կապված դրական, բայց միտքս ինչու՞մ է։ Գնում է մեծ հիմա աշխատանք ընդդիմադիրների կողմից ներկայացնել աշխարհին, որ նաև այդում եվրոպացիներին, որ մեզ մոտ ժողովրդավարություն չկա, մեզ մոտ քաղբանդարկյալներ կան ու ընդդիմությունը ստանալով պաշտոններ ազգային ժողովում ել ավելի ակտիվ դա կօգտագործի։ Ես պետք է ասեմ, որ շատ է
ուշադրությունը դարձվում Հայաստանի վրա, Հայաստանում ընթացող զարգացումների վրա, ծրագրերի վրա, դա է պատճառը, որ ինձ շատ է մտահոգում, որ ներսում ազգային ժողովի այս ձևի անխիթար վիճակ է, նաև որակը ելույթների պատգամավորների, միջդեռ աշխարհը շատ ուշադիր հետևում է ինչ է կատարվում։ Օրինակ Ռուսաստանի փորձագետներից մեկը ելույթ ունեցավ ու Անդրեյ Շկոլնիկովը ու Sputnik Armenian այդ ինտերվյուն տվեց, ինչի հետ կապված ինքը բացատրում էր, որ այդ TRIP ծրագիրը չի իրականացվի, կոպիտ ասած Ռուսաստանի դիրքորոշումը ներկայացնում էր մեզ, то есть այս կարևորագույն ծրագրի մեր ժողովրդի համար նաև հայտվում Դոնալդ Տրամփ ուղու ծրագիրը, որը լրջագույն ծրագիր է, որը ես բաց ձեզ ասեմ կփակի վտանգը, որ Սյունիքը կարողանան մեզանից օտարել, փաստորեն այդ ծրագիրը ակտիվացնում է Սյունիքը, ճանապարհները մեզ համար ու ամենակարևորը ֆիքսում է ուժեղացնում է մեր սուվերենությունը նաև Սյունիքի հետ կապված ու հիմա այս ռուս փորձագետը երկար բարակ բացատրում է, որ չի աշխատի այս ծրագիրը Ինչ եմ ուզում ասել, որ մեր քաղաքագործիչները պետք է հասկանան, որ դադար չկա այս ծրագրերի դեմ աշխատանքի, ուրեմն մենք ներսում գոնե պետք է մի փոքր ավելի հանդուրժող իրար նկատմամբ լինել, իրար լսենք, Ռուսաստանը նաև 10 գործակալության միջոցով նկարագրում է լուրջ հետևանքներ, որոնք կունենա մեր տնտեսությունը, դրա պատճառով որ Ռուսաստանը փակել է իր շուկան մեր արչև, то есть Ռուսաստանը ինչ է ասում, այ մենք շուկան փակեցինք, տեսակ դուք այդքան մեզանից կախված ենք, որ ձեզ մոտ շատ վատ է ամեն ինչ լինելու, տնտեսության մեջ այդ ճգնաժամը, այդ փակված ռուսական շուկայի մեր ապրանքների արչև իր ազդեցությունը կտա այս տարվա վերջում, մենք էլ գիտենք, որ պարզ է մի օրում այս բացասական քայլը Ռուսաստանի, Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ-ի խաղի կանոնները խախտելով կտա բացասական, բայց իրանք մանրամասն հրապարակում են ու ներկայացնում են մեզ այդ բացասական հնարավոր զարգացումները։ Պարզ է մեր քաղաքացիները ու առանձին արտադրողները գյուղամթերքների նաև բողոքի ակցիաներ են անում, օրինակ դեղց արտահանողները եւ դեղց աճացողները բողոքի ակցիային արել, քանի որ այո, այդ դեղցը պետք է արտահանվի, նոր շուկաներ դեռ չեն գտե, միտքս ինչու՞մ է, փորձ է արվում առաջերտին Ռուսաստանի կողմից ներսից նաև դժգոհությունը ուժեղացնել ես դες ասեմ նաև եվրոպացիք շատ ուշադիր հետևում են օրինակ Brussels Signal գործակալությունը լավ վերլուծություն հրապարակեց կապված այս իրավիճակի Ռուսաստանի ճնշման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա շատ լավ նկարագրեց ինչ հնարավորություն Հայաստանը ունի դուրս գալու իրավիճակից նկարագրեցին կախվածությունը մեր Ռուսաստանից եւ քայլերը կառավարության որ թույլաtsվի այս կախվածությունը իմիջիալոց այսօր բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշյանը նորից կրկնեց որ նույնիսկ եթե Ռուսաստանը վաղը բացի մեր արչեւ իր շուկան մենք դիվերսիֆիկացիայի ճանապարհով կգնանք որ այս ձևի ծանր վիճակների մեջ չընկնենք то есть դիվերսիֆիկացիան մեր արտաքին քաղաքականության մեջ տնտեսական ոլորտում էներգետիկայի կշարունակվի Ինչ եմ ուզում ասել այս զարգացումները ու ծանր վիճակը մեջ ազգային ժողովի մտահոգում են քանի որ զարգացումները աշխարհում գնում են նաև Հայաստանի հետ կապված նաև մեր կարևորագույն ծրագրերի հետ կապված եվրոինտեգրացիա TRIP ծրագիրը վտանգները շատ են էտել ներսում չեն կարող լեզու գտնել ու ուրիշ բան է որ ես չեմ ել սպասում ուժեղ Հայաստան կամ Հայաստան դաշինքներից կառուցողական մոտեցումներ այդ ուժերը այլ սկզբունքներ են նորով են շարժվում բայց քանի որ կա օրենք խաղի կանոններ ուզած իշխանությունները պետք է տան իրենց քվոտաները պաշտոնների ազգային ժողովում ինչը իմ կարծիքով կբերի ել ավելի բարդ իրավիճակների մեզ համար հիմա կառավարությունը ու մենք
մոտապակայում ուսումնասիրենք մեր կառավարության նոր ծրագրերը, նաև այդ թվում 5 տարվա ծրագիրը, 5 տարվա ծրագիրը Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս կբերի ազգային ժողովում կներկայացնի, բայց մեկ դրվագ այս կառավարության նոր ծրագրից ուզում եմ ասել, այո, բալանսավորված քաղաքականություն, դա է պատճառը, որ ծրագրում կառավարության գրված է, մենք ռազմավարական հարաբերություններ զարգացնելու ենք Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի հետ, Չինաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Եվրոմիության, ԵԱՏՄ-ի հետ, Հնդկաստանի հետ, Իրանի հետ, պարզ է դժվար է ասել ոնց մենք կարող ենք համատեղել Իրան, Միացյալ Նահանգներ միաժամանակ, բայց կառավարությունը լի է վճռականության այդ բալանսավորումը շարունակել, մասամբ դա անում են եւ այլ երկրներ այդպես ալեկոծվող աշխարհում, բայց այն որ կառավարությունը մտցնեց այս ռազմավարական համագործակցության պետությունների մեջ Ռուսաստանը ինչ շատ մտահոգեց, ավելին նաև կար կետ, որտեղ որ Հայաստանը ուզում է դառնալ ՇՕՍ-ի անդամ, Շանխայի համագործակցության կազմակերպության անդամ, ես օրինակ կողմնակից եմ Չինաստանի հետ իրոք երկկողմ հարաբերություններ ուժեղացնել, բայց Շանխայի կազմակերպության մեջ փորձել մտնել իմ կարծիքով հեռանկար չունի, Պակիստանը միշտ բլոկ անելու, քանի որ Հնդկաստանը կփակի ճանապարհը Ադրբեջանի կոշտ ձևով, ուրեմն ստեղ էլ նյուանսներ կան, բայց ինչ եմ ուզում ասել, զարգացումները Հայաստանի ներսում գնում են, այդ զարգացումներին մենք բոլորս պետք է հետևենք, ու այն որ ուժեղ Հայաստանին 3 տեխնացուներ, 3 հանձնաժողովի նախագահներ փակեց ճանապարհը քաղպայմանագիրը, ես այդ մտահոգությունները հասկանում եմ քաղպայմանագրի, քանի որ այդ ուժեղ Հայաստանը կուժեղանա իր դերը ազգային ժողովում ու պարզ չի դա ի օգուտ Հայաստանի կլինի թե ոչ։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։